Տարվա սկզբին հայտարարվեց, առանց մաքսավճարի Հայաստանին 8000 քվոտա է հատկացվել էլեկտրամոբիլ ներմուծելու համար։ Դրանցից 5000-ը ֆիզիկական անձանց համար էր, 3000-ը այսպես կոչված պաշտոնական ներկայացուցիչ հանդիսացող դիլերների, որոնք էլեկտրամոբիլ են գնում եւ ներմուծում անմիջապես արտադրողից։ Այդ հայտարարությունից հետո անցավ որոշ ժամանակահատված ու էլեկտրամոբիլ գնել ցանկացողները սկսեցին ահազանգել, դժգոհել, բողոքել, թե ավտոներկրմամբ եւ վաճառքով զբաղվող ավտոդիլերները ֆիզիկական անձանց անունով մեքենաներ են ներկրում։ Բողոքներն հասցեագրվեցին կառավարության անդամներին, ազգային ժողովի падգամավորներին, որ դիլերները ֆիզանձանց անվան տակ մեքենաներ են ներմուծել, այդ մասին էկոնոմիկայի նախարարն էլ հայտնեց, նշելով սակայն, որ դրանք հազվադեպ դեպքեր են։ Հիմա մենք ուսումնասիրում ենք, եթե այդպիսի դեպքեր լինեն, այդ ընկերություններին մենք կզրկենք լիցենզիաներից։ Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ անհիմն է համարում հայտարարությունները, թե որևէ պաշտոնական ներկայացուցիչ անազնիվ կերպով խախտել է կառավարության սահմանած կարգը։ Մարդկանց մեջ ընկած է, որ դա ֆիզանձանց համար կվոտա է, դա ֆիզանձանց համար կվոտա չի։ Դա ցանկացած այլ մյուսների համար է, որոնք պաշտոնական ներկայացուցիչ չեն։ Այսինքն որոնք մեքենաները չեն բերում արտադրողից, բերում են պայմանական ինչ-որ չինական վերավաճառողից, պաշտոնական ներկայացուցիչները չեն գնում այլ բրենդերի ավտոմեքենաներ բերում, հա, ասենք ես որպես, չգիտեմ, Նետայի պայմանական ներկայացուցիչ չեմ գնում BYD բերել, որովհետև հետո Նետան չեմ կարողանա բերել։ Վարորդ Ինկեր հասարակական կազմակերպության ղեկավարը հնարավոր է համարում, որ այո, այսպես կոչված դիլերները սկզբնական փուլում ճարպկության դիմելով ոչ թե մեքենա ներմուծեին որպես դիլերական կազմակերպություն, այլ էլեկտրամոբիլ ներմուծեին անմիջապես պատվիրատուների անուններով։ Այսինքն իրենք գար այդ մեքենան ոչ թե իր ընկերության անունով, այլ ֆիզանձի անունով կամ կարող էր հենց անձամբ այդ ընկերության տնօրենի անունով, չգիտեմ, իր մերձավորի անունով ինքը ի սկզբանե ներմուծել, հետո դրանք վաճառելուց հետո արդեն քվոտան ավարտելուց հետո իրենք արդեն իրենց ընկերությունների անունով կբերեն։ Էլեկտրամոբիլներ ներկրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբն էլ առաջարկում է կառավարությանը վերանայել դիլերներին եւ ֆիզիկական անձանց տրված սահմանաչափը։ Էլեկտրամոբիլներ ներկրողների շահերի պաշտպանները համարում են, որ քվոտաների բաշխումը սխալ է։ Ոլորտի մասնագետները փաստում են, դիլերների համար տարեկան 3000 քվոտան տրամադրվել է հաշվի առնելով, թե որքան մեքենա կարող են այդ ընկերությունները ներմուծել, իրացնել ամսական կտրվածքով։ Մենք վստահեցրել ենք, որ 3000 ավտոմեքենան 10-12 դիլերի համար դա առաջին հերթին նվազագույն տենց սահմանված բանն է, հնարավոր դրամաբանական ծավալն է, որ այդքան կներմուծվի, որովհետև ամեն մեկը նաև պլան ունի, դա միայն ցանկության խնդիր չի։ Մարտի վերջի կամ ապրիլի տենց առաջի օրերի դրությամբ համարը 600-ն է տենց մոտ սպառված եղել։ 2400-ի կարգի, չէ, հիմա էլ է սպառվում, անընդհատ սպառվում է, ես այս թիվը այս բային չգիտեմ, բայց ամիսը մոտապես այդ 250-300-ով սպառվում է։ Երևի ես 2000 մնացած կլինի, բայց հաշվեք մենք ունենք մայիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, դեկտեմբեր, 8 ամիս դեռևս առջևում ունենք, այդ 2000-ը բացարձակ այն թիվը չի, որը նախ չի սպառվում, որտեղ օրինակ մեր պետական մարմինների տեսանկյունից կա այդ մտավախությունը, որ օրինակ բավոր չսպառեցիք այդ թիվը, ոնց ենք մենք մարդկանց այլևս կոմունիկացնելու, ինչի այդ թիվը, այդ կվոտան կիսատ մնաց։ Այս դեպքում կան մի քանի պաշտոնական ներկայացուցիչներ, որոնք պաշտոնական են մեր երկրում, ոչ բոլորն են իդեպ պաշտոնական, որոնք հիմա ունեն մաքսային առավելություն։ 3000 այդ իրավաբանական անձերի մաքսային առավելությունը տրված է միայն իրենք կարող են բերել ու օգտվել այդ մաքսային առավելությունից։ Մեքենայի սիրահար վարորդների համար կարևոր խնդիր է նաև արտասահմանից ներկրվող էլեկտրամոբիլների համար վճարվող գույքահարկը։ Ներկրում են նույն տարեթվի, նույն ձիաուժով մեքենաներ, սակայն վճարում են տարբեր չափերի գույքահարկեր։ Էլեկտրամոբիլների շարժիչի ձիաուժերը հաշվելու դեպքում էլ ըստ վարորդների անարդար մոտեցում է դրսևորվում։ Չկա հաշվարկի հստակ կարգավորում։ Այո, դիտարկել են 420 ձիաուժ, դա երկու շարժիչի մասին է։ Բայց էլի շատ է ասում։ Այո, որտեւ մեքենայի նույն մեքենան Ռուսաստանում գրանցում են 130 ձիաուժ։ Այդ նույնի այո, նույնն էլ էստեղ արվում, եթե ես գնամ օֆիցիալ դիլերից այդ մեքենան գնամ։ ԻԱՏՄ կարգավորումներով էլեկտրամոբիլների ձիաուժը հաշվում է առաջին 30 րոպեներին միջինացված հզորությամբ։ Հայաստանում դա հաշվի են առնում, եթե պաշտոնական դիլերից են գնում մեքենա, եւ նա տալիս է տեղեկանք, որ տվյալ մեքենան գործարանում է արտադրվել։ Որպեսզի այդ ամեն ինչը հստակ լինի, այդ մեքենաները պետքա
այդ տվյալները արտացոլվում են սերտիֆիկատների մեջ։ Եվ քանի որ այն մեքենաները, որոնք ներ են մուծվել Չինաստանի շուկայից, ըստ էության ներ են մուծվել օրենքի խախտման, այդ մեքենաները սերտիֆիկացված չեն Հայաստանում։ Մարդիկ, ով գնում են օֆիցիալ ներկրողից, դիլերից, վճարում են, ասենք, 200,000 գույքարկ, այդ նույն մեքենան դու գնում ես, դու քո համար բերում ես, 200,000 գույքարկի տեղը վճարում ես 800,000 գումար։ Որովհետև, ասենք, թե 650 դիաժ այդ մեքենայի խոսքի վերցնենք հզորությունն է, օֆիցիալ ներկրողը տալիս է, որ այդ մեքենան 200 դիաժ հզորություն ունի, նոմինալ։ Այս խնդրահարույց հարցն էլ հասավ կառավարություն ոլորտի համար պատասխանատու մարմիններին։ Նրանք խոստացան հետամուտ կլինեն, լուծումներ կգտնեն։ Էկոնոմիկայի նախարարությունը մի քանի անգամ հայտարարել է, նաև մարդիկ կամ պաշտոնական գրել են, պաշտոնական պատասխանել են, որ մենք քննարկում ենք, մենք կվերանայենք, թե երբ կվերանային, Աստված գիտի, չգիտեմ։ Դա կարծում եմ անարդարություն է, որովհետև կարելի է օրինակ ներմուծող ընկերությանը ներմուծել տվյալ մոդելից, ինչու պետք է օրինակ քաղաքացին գնի այստեղ պաշտոնականից այլ գույքարկ վճարի, իսկ մարդը, որ ցանկացել է չինական շուկայի համար արտադրված ու այստեղ չեն վաճառում, պատվիրել է սահմանվի այլ գույքարկ։ Այսօր վարորդներից շատերը խուսափում են երկշարժիչավոր մեքենա ներմուծել Հայաստան։ Ասում են պատճառը կրկին դրանց համար բարձր ձիաուժ դիտարկելն է։ Եթե այս հարցը լուծում ստանա, նույնիսկ քվոտաների ավարտի դեպքում էլ շատերը կշարունակեն ներմուծել էլեկտրոմոբիլներ որոշ չափով, լուծում տալով նաև էկոլոգիական խնդիրներին։ Նաիրի Մուրադյան, Զոհրաբ Քարամյան, Վահան Գուլոյան, Սուրանկյուն։